Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր մայիսի 9-ն է, հաղթանակի և խաղաղության օրը։ Այդ օրը մեր օրացույցում տոնական է արդեն 80 տարի։ Այն ծնունդ առավ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, զրկանքներով ու արյամբ։ Դրանց շարքերում առանձնահատուկ դեր ունեցան նաև հայ ռազմիկները, որոնցից շատերի գործերը ուղղակի առանցքային նշանակություն ունեցան Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտի համար։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600,000 հայորդիներ։ Հայազգը տվել է 4 մարշալ և 1 ծովակալ։ 70,000 հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով և մեդալներով։ 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր։ 104 հայ մարտիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նելսոն Ստեփանյանը արժանացել է Խորհրդային Միության գրքնակի հերոսի կոչման։ Այսօրը նաև հայոց պատմության մեջ մտավ որպես Շուշիի ազատագրման օր։ 92-ին հայ ազատամարտիկների իրականացրած գործողությունների արդյունքում ազատագրվեց Շուշին։ Ցավոք 44-օրյա պատերազմը այլ ընթացք տվեց պատմությանը։ Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Հանրապետության վարչապետը, նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը։ Վարչապետ Փաշինյանը իր ուղերձում նախ անդրադարձել է համաշխարհային երկրորդ պատերազմի բռնկման պատճառներին, որոնցից գլխավորը նացիստական գաղափարախոսությունն էր, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը գերակա է մյուսների նկատմամբ։ Սակայն աշխարհի բազմաթիվ ազգեր համախմբվեցին հակառակն ապացուցելու համար եւ հաղթեցին։ Ապա վարչապետն ընդգծել այդ հաղթանակի գործում հայ ժողովրդի մեծ ներդրումը, նշելով, որ այսօրն աշխարհը նաև առերեսվում է ֆաշիզմի բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի ժողովրդի պետության ազատության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենևին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու եւ անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջայացություն եւ հետեւողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ եւ ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու եւ մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու եւ ընկալելու կարեւորություն։ Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարևոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու եւ վերընթերցելու արդյունք է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատմական Հայաստանի մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում, Հայաստանի Հանրապետությունում, ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու եւ այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւ պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։ Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իր ուղերձում եւս կարևորել է հայ ժողովրդի անգնահատելի ներդրումը պատմական հաղթանակում։ 100 հազարավոր հայերի արյամբ ու քրտինքով է կերտվել այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը հաղթահարեց ֆաշիզմը։ Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, մեծ հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։ Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր ուղերձում հիշատակել է նաև Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները, նաև նշել, որ բազմադարյա մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը անձնազոհաբար է պայքարել իր անկախ եւ արժանապատիվ կյանքի համար։
Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արավիրքների, Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով եւ միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը եւ կամքը։ Այսպես է անդրադարձել մայիսի 9-ի խորհրդին Երևանի քաղաքապետը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։ Ընդգծելով Հայաստանի մեծ ներդրումը հաղթանակի գործում Ավինյանը կարևորել է նաև մայրաքաղաք Երևանի դերը։ ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին Երևանն էլ է լծվել հաղթանակը ձեռք բերելու դժվարին գործին, ռազմաճակատի համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ։ Շանթերուստանկերություն, Հորիզոն։ Ռուսաստանում այսօր անցկացվեցին հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել նաև Հայաստանի ղեկավարը։ Գլխավոր միջոցառումը Կարմիր հրապարակում էր անցկացվել։ Հաղթանակի ու ցունամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել աշխարհի 27 երկրների ղեկավարներ։ Առաջին դեմքերը, այդ թվում Հայաստանի ղեկավարը, Մոսկվա ժամանեցին զորահանդեսից 1 օր առաջ։ Հենց այդ օրն էլ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների համար Ռուսաստանի նախագահի անունից պաշտոնական ընթրիք է տրվել Կրեմլի մեծ պալատում, որտեղ նաև համերգ է կազմակերպվել։ Հայաստանի վարչապետն այդ միջոցառումների շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, իսկ արդեն այսօր Կրեմլի Կարմիր հրապարակում տոնական գլխավոր միջոցառումներ, ամենամյա զորահանդեսը, որին մասնակցում էր ավելի քան 11,000 զինծառայող։ Շքերթի մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ողջունել է օտարերկրյա պետությունների ղեկավարներին, իսկ շքերթը սկսվել է Կարմիր հրապարակում Ռուսաստանի պետական դրոշի եւ հաղթանակի դրոշի բարձրացմամբ։ Շքերթը գլխավորել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ առաջին անգամ այն ընդունել է պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, որից հետո ելույթով է հանդես եկել նախագահ Պուտինը։ Ռուսաստանի նախագահը դատապարտել է պատմության խեղաթյուրման փորձերը եւ ընդգծել, որ հիշում են երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ երբեք չեն համաձայնի իրադարձությունների աղավաղման, դահիճներին արդարացնելու եւ իրական հաղթողներին զրպարտելու փորձերի հետ, հայտարարելով, թե Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի զինվորների եւ հրամանատարների պատիվը, տարբեր ազգությունների ներկայացուցիչների մեծ սխրանքը։ Ռուսաստանը եղել է եւ կլինի անխորտակելի պատնեշ նացիզմի, ռուսաֆոբիայի, հակասեմիտիզմի դեմ եւ կպայքարի այդ ագրեսիվ կործանարար գաղափարների կողմնակիցների կողմից կատարված վայրագությունների դեմ։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են։ Ամբողջ երկիրը, հասարակությունը եւ ժողովուրդը աջակցում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Մենք կպարտանում ենք նրանց քաջությամբ ու վճռականությամբ, ոգու այն ուժով, որը միշտ մեզ միայն հաղթանակ է բերել։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հսկայական դերը, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով։ Այստեղ տեղակայված էին հիվանդանոցներ եւ 100 հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանք նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը եւ ջերմությունը։ Մենք մեծարում ենք հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանին։ Գլուխ ենք խոնարհում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի առջև։ Պուտինի խոսքով նացիստական Գերմանիայի ռազմականացված Ճապոնիայի եւ նրանց արբանյակների լիակատար ջախջախումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացվել է միավորված ազգերի երկրների համատեղ ջանքերով։ Մենք միշտ կհիշենք, որ Խորհրդային Միության տարածքում վճռական մարտերից հետո Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը։ Բարձր են գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի խիզախ ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում, բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։ Ռուսաստանի նախագահի ելույթից հետո սկսվել է հետևակային շարասյունների երթն ու ռազմական տեխնիկայի ցուցադրությունը։ Բացի ռուս զինծառայողներից Կարմիր հրապարակով անցել են 13 երկրների ստորաբաժանումներ, այդ թվում Ադրբեջանից, Վիետնամից, Բելարուսից, Եգիպտոսից, Ղազախստանից, Չինաստանից եւ Ուզբեկստանից։ Հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցել։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մեծ հաղթանակի շքերթը եզրափակել են 6 Սու-25 գրոհիչ ինքնաթիռները։ Նրանք մոսկովյան երկինքը զարդարել են ռուսական դրոշի եռագույնով։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է հաղթանակ զբոսայգի։ Դրանք ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հաղթանակ զբոսայգի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ ունեցել են նաեւ ճեպազրույցներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլից նշել է, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլին եւ միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելուն, նշեց, որ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, համաձայնագրի տեքստը համաձայնեցված է վերջնական եւ պետք է բանակցություններն ընթանան ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ եւ իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ Հայաստանը համապատասխան տեղեկությունները փոխանցել է ադրբեջանական կողմին։ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանը խախտումներ կատարել,
Դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանին հավելյալ պահանջներ է ներկայացնում, նշեց, ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ։ Միջանցքային տրամաբանությունը բացառվում է։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել այդ ուղղությամբ։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը հայ-ռուսական հարաբերություններից խոսելով կարևորեց այն, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, պահպանելու եղած խորը հիմքերը։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման համատեքստում։ Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր խորը հիմքերը, որոնք կան, եւ առաջ շարժվել երկու երկրների ինքնիշխանության հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով։ Այլ հարցերի Կոպերկինը չպատասխանեց։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Բարև ձեզ։ Հորիզոնի այս հատվածում կամփոփենք շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Այսօր երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է։ Այդ օրից անցել է 80 տարի։ Տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ 3։ Տոնը մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի եւ սխալների մասին խորհելու օր էր։ Բրիտանական մայրաքաղաքում դերասան Թիմոթի Սփալը կարդաց Վինստոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, որը հնչել էր 1945 թվականի մայիսի 8-ին։ Ապա ավելի քան 1300 հոգու մասնակցությամբ զորահանդես է անցկացվել խորհրդարանի հրապարակից դեպի Բուքինգհեմյան պալատ։ Երթին հետևել են Չարլզ III թագավորն ու արքայական ընտանիքը։ Երեկոյան ղողանջեցին երկրի բոլոր եկեղեցիների ու տաճարների զանգերը, ճիշտ այնպես, ինչպես 1945 թվականին հաղթանակի հռչակումից հետո։ Այս շաբաթ կաթոլիկ աշխարհը նոր քահանայապետ ունեցավ Լեո 14-րդը։ Այդ պաշտոնում առաջին անգամ ընտրվեց ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը։ Նրա ընտրությունը տեղի ունեցավ կոնկլավի երկրորդ օրը։ Նա այժմ Հռոմի 267-րդ պապն է։ Նրա ընտրությունը ավանդույթի համաձայն ազդարարեց ծխնելուզի դուրս եկող սպիտակ ծուխը, իսկ այնուհետև հնչեցին հայտնի խոսքերը՝ Habemus Papam։ Մենք պապ ունենք։ Դրան հաջորդեց այն, որ Հռոմի նոր պապը սպիտակ պապական հագուստով հայտնվեց Սուրբ Պետրոս տաճարի պատշգամբում եւ հայտարարեց իր պապական անունը, օրհնելով քաղաքը եւ աշխարհը։ Սա եկեղեցու 2000-ամյա պատմության մեջ աշխարհագրական առումով ամենատարբերվող կոնկլավն էր։ Հիշեցնենք, որ նախորդ երկու կոնկլավները 2005-ին եւ 2013 թվականներին տևել են երկուական օր։ Շաբաթվա սկզբին Սիքստինյան կապելայում արդեն փակվել էր կոնկլավի նախապատրաստման համար։ Առաջին քվեարկությունը սկսվեց չորեքշաբթի երեկոյան։ Իսկ թե ինչպիսի մանրամասներով է անցկացվում կոնկլավը, տեսանյութում։ Վատիկանի հայտնի ծխնելուզը տեղադրվել էր դեռ օրեր առաջ։ Հենց այստեղից դուրս եկող ծուխն է ազդարարում քվեարկության արդյունքը, քանի դեռ սև է նշանակում է նոր քվեարկություն է պահանջվում։ Դա նշանակում է, որ որևէ թեկնածու չի հավաքում ձայների 2/3-ից ավելին։ Նման սև ծուխ կարող է դուրս գալ մի քանի անգամ։ Միայն սպիտակ ծուխն է նշանակում, որ պապն ընտրվել է, եւ պետք է ասել Habemus Papam։ Կարգն այս անգամ այսպիսին է՝ կարդինալների հանդիսավոր մուտքը Սիքստինյան կապելա հոգևոր երգեր երգելով ու աղաչելով սրբերին օգնել իրենց պապ ընտրել։ Առաջին քվեարկությունը չորեքշաբթի երեկոյան էր։ Պապական կոնկլավներն ավանդաբար հայտնի են իրենց գաղտնիությամբ, հայտնում է BBC-ի թղթակիցը։ Կարդինալները լինում են մեկ սենյակում առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Թե կոնկրետ ինչ է տեղի ունենում կոնկլավի ներսում, անհայտ է, բայց մի բան պարզ է՝ կարդինալները պետք է սնվեն այդ օրերի կամ շաբաթների ընթացքում։ Հենց այդ հարցը հատուկ ուշադրության է արժանի։ Ուշագրավ է այդ կարդինալների ճաշացանկը։ Ավելի քան 750 տարի Հռոմի պապին ընտրելու համար հավաքված կարդինալների այդ ճաշացանքում խիստ կանոններ կան։ Օրինակ, ռավիոլին, անձեռոցիկները եւ հավերը դարեր շարունակ արգելված են եղել սեղանից, քանի որ դրանք կարող են օգտագործվել գաղտնի տեղեկություն հաղորդելու համար։ Այդ իսկ պատճառով դեռ անցյալ շաբաթ Հռոմում ժամանած կարդինալները շտապում են վայելել իրենց սիրելի կերակուրը ռեստորաններում։
Այս օրերին Վատիկանի ու Պապի հետ կապված ամեն ինչ շատ ուշագրավ է։ Կոնկլավ ֆիլմում առաջին խոհանոցային տեսարաններից մեկը ցույց է տալիս միանձնուհիներին, որոնք եփում են ամբողջական հավերը արգանակի համար համեստ կերակուր, բայց սա չէ կարևորը, այլ խորհրդանիշը։ Ժամանակակից կաթոլիկ եկեղեցին, հատկապես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հովապետությունից հետո ձգտում է փոխանցել պարզության եւ համեստության պատկեր։ Հավի մեջ գաղտնի հաղորդագրություններ փոխանցելու վախը անցյալում է մնացել։ Այժմ էլեկտրոնային սարքերն են համարվում գլխավոր սպառնալիք, եւ դա բազմիցս ցուցադրվում է ֆիլմում։ Այսպիսով, մինչ կոնկլավից առաջ Վատիկանը ստուգում է թաքնված էլեկտրոնային սարքերը, կարդինալները շրջում են Հռոմում եւ վայելում իրենց սիրելի ուտեստները։ Նրանցից մեկի համար ճաշկերույթներից մեկը կլինի վերջինը որպես կարդինալ։ Մինչ արդեն իսկ հայտնի էր, որ նրանք մեկուսացման մեջ են լինելու մայիսի 7-ից, Սիքստինյան կապելայում հավաքվելու իրավունքը վերապահված է 135 կարդինալներին, որոնք հավաքվել են ամբողջ աշխարհից։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Մինչ ամբողջ աշխարհը լարված սպասում էր, թե ով է լինելու Հռոմի նոր պապը, լարվածությունը այս շաբաթ հետզհետե մեծանում էր Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, որը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։ Երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ զինյալները հարձակվեցին Քաշմիրի Հնդկաստանի կողմից վերահսկվող հատվածում զբոսաշրջիկների վրա, հնդկական բանակը մի շարք հարվածներ հասցրեց Պակիստանում եւ նրան վերահսկվող Քաշմիրի հատվածներին։ Պակիստանը հայտարարեց, որ խոցել է հնդկական մի քանի կործանիչ։ Սա վերջին տարիների ամենակատաղի զինված բախումն է միջուկային զենք ունեցող երկու երկրների միջև։ Պակիստանի բանակի ղեկավարը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Միջազգային հանրությունը պատերազմից զերծ մնալու կոչ արեց։ Միջնորդական առաքելություն ստանձնեց Իրանը։ Այսօր Հնդկաստանը եւ Պակիստանը միմյանց մեղադրում են նոր ռազմական հարձակումներ իրականացնելու մեջ, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր եւ հրետանի։ Լարված են նաև Իսրայել-Իրան հարաբերությունները։ Իսրայելի պաշտպանության նախարարը երեկ նախազգուշացրեց, որ Եմենի հութիներին ծանր հարվածներ կհասցվեն, եթե նրանք շարունակեն գնդակոծել Իսրայելը։ Կացը հայտարարեց, որ Իրանն ուղղակի պատասխանատվություն է կրում կազմակերպությանը ֆինանսավորելով եւ զինելով եւ զգուշացրեց Թեհրանին, որ կարող են նման գործողություններ ձեռնարկվել նաեւ այնտեղ, ինչպես Բեյրութում, Գազայում։ Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ նահանգները կդադարեցնի Եմենում Իրանի հետ կապված հութիներին ռմբակոծությունները, ասելով, որ խմբավորումը համաձայնել է դադարեցնել ամերիկյան նավերի վրա հարձակումները։ Հիշեցնենք, հութիները հրթիռակոծել էին Իսրայելի մայրաքաղաքը, հրթիռներից մեկն ընկել էր Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտ, խուճապ առաջացնելով ուղևորների շրջանում։ Եմենի հութիները խոստացել էին պատասխան հարված տալ Իսրայելին իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանն ու մի քանի էլեկտրակայաններ հրթիռակոծելու պատճառով։ Որքանով է Իրանը օգնել հութիներին Իսրայելի նկատմամբ հարձակում գործելու հարցում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Եմենի աջակցությունը պաղեստինցիներին անկախ որոշում է։ Ըստ նրա Իրանի կապի մասին հայտարարությունները կեղծ են, իսկ դրա նպատակն այն է, որ թաքցնեն Իսրայելի վայրագությունները եւ արդարացնեն տարածաշրջանում հետագա ապակայունացումը։ Հայտարարություններից շատ չանցած Իսրայելի պաշտպանության բանակը տասնյակ ավիահարվածներ հասցրեց Լիբանանի հարավային հատվածին, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 8 անձ։ Դա տարածաշրջանում ամենաինտենսիվ ռմբակոծություններից մեկն էր հրադադարից հետո։ Իսրայելական զինվորականները հայտարարեցին, որ երկրի հարավում հարձակվել են Իրանի աջակցությունն ունեցող խմբավորման ենթակառուցվածքների վրա, մեղադրելով Հեզբոլլահին վերախմբավորվելու փորձի մեջ։ Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են ավելի քան 20 հարվածների մասին Բոսֆորի ամրոցի ավերակների մոտ, որը նախկին խաչակիրների ամրոցն է։ Այն դարձել է Հեզբոլլահի բազա։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Համասի հետ դաշնակից արմատական շիա խմբավորման ենթակառուցվածքներին, այդ թվում զենքի պահեսներին եւ ստորգետնյա թունելներին։ Մինչ Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում Մոսկվայի հայտարարած հրադադարի 100-ավոր խախտումների համար, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարում է Կիևին եւս 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին։ Եվրամիությունը մտադիր է նաեւ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հատուկ տրիբունալ ստեղծել։ Կալասը հայտարարություն է արել 1 օր առաջ Վարշավայում Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ի թղթակիցը։
Կալասը նաև ասել է, որ մայիսի 20-ին Եվրամիությունը կհաստատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Սա տեղի ունենում ճիշտ այն պահին, երբ Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկում են Եվրոպա-ռուսական գազի մատակարարումները վերականգնելու հնարավորությունը։ Reuters-ի տվյալներով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Մոսկվայի դերի վերականգնումը Եվրամիության գազի շուկայում կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ Եվրոպան կրճատել է ռուսական գազի ներմուծումը 2022 թվականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսկ ինչ զարգացումներ եղան Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի հարաբերություններում։ Նախորդ շաբաթ ստորագրված ԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որքանով կարող է ազդել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ այն կապ չունի ուղղակի առանձին մեխանիզմն է, որը նախատեսում է տնտեսական գործընկերության ստեղծում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև։ Իդեպ հազվագյուտ մետաղների վերաբերյալ կնքված համաձայնագիրն այս շաբաթ ընդունվեց Ուկրաինայի Ռադայի կողմից։ Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հպարտանում է իր ձեռքբերումներով, բայց ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենը խիստ քննադատել է նրա քաղաքականությունը։ Այդ մասին նա ասել է պաշտոնավարումից հետո իր առաջին հարցազրույցում։ Ըստ նրա, պարզապես հիմարություն է կարծել, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ կառնի, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում ինչ-որ տարածք զիջեն իրեն։ Ջո Բայդենը նաև մտահոգություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները վատթարանում են, ինչը նրա խոսքով կփոխի աշխարհի ժամանակակից պատմությունը։ Բայդենը կարծում է, որ այդ դեպքում Եվրոպան կկորցնի վստահությունը Ամերիկայի առաջնորդության նկատմամբ։ Բայդենը անդրադարձել է նաև Պանամայի ջրանցքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու, Գրենլանդիայի հանդեպ վերահսկողություն հաստատելու եւ Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին Թրամփի հայտարարություններին։ Չնայած այս ամենին, այս շաբաթ Թրամփը եւս մեկ հայտարարություն արեց Պարսից ծոցը արաբական ծոց վերանվանելու վերաբերյալ։ Associated Press լրատվական գործակալությունը հայտնեց, որ Թրամփը մտադիր է Սաուդյան Արաբիա-Կատարելիք այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ Պարսից ծոցը կանվանի արաբական։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, թե դա քաղաքական դրդապատճառներ ունի եւ թշնամական քայլ է Թեհրանի նկատմամբ։ Նրա խոսքով ցանկացած կարճատես քայլ չի լինի օրինական, լեգիտիմ եւ ազդեցություն չի ունենա աշխարհագրության վրա, այլ միայն կհանգեցնի բոլոր իրանցիների վրդովմունքին Իրանում, Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում։ Պարսից ծոցը հայտնի այդ անունով 16-րդ դարից, թեև արաբական ծոց արտահայտությունը գերակշռում է Մերձավոր Արևելքի շատ երկրներում։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային գործարք կնքեց Մեծ Բրիտանիայի հետ, որն առաջինն է այն տասնյակ երկրներից, որոնց դեմ Թրամփը նախ առևտրային պատերազմ հայտարարեց։ Թրամփը համաձայնագիրն անվանեց լիարժեք եւ համապարփակ, սակայն տնտեսագետներն ու փորձագետները զգուշացնում են, որ դա ուղղակի արագ գործարք է անձամբ իր հետ, այլ ոչ թե երկրների միջև առևտրային համաձայնագիր։ Նման փաստաթղթեր տարիներ շարունակ բանակցվում են եւ հաստատվում խորհրդարանների կողմից, հայտնում է BBC-ն։ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ համաձայնագիրը կամրապնդի Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները գալիք տարիների ընթացքում, խոստանալով, որ այս մեկին հաջորդելու են դեռ շատ գործարքներ։ Իսկ հիմնական առևտրային գործընկեր Չինաստանի հետ հարաբերությունները նոր են սկսվում այս շաբաթ եւ խոստանում են դժվար լինել, քանի որ Չինաստանը մինչ այժմ կոշտ է արձագանքել Թրամփի բոլոր հարձակումներին։ Քաղաքական ճգնաժամ Գերմանիայում ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած ուժի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը առաջին անգամից չկարողացավ դառնալ կանցլեր։ Նա չկարողացավ ապահովել Բունդեստագի բավարար թվով պատգամավորների աջակցությունը։ Մի քանի ժամ քաոս ու անորոշություն տիրեց Գերմանիայի խորհրդարանում։ Սա նրա հակառակորդները պատմական տապալուն որակեցին։ Քաղաքական գործիչը, ով փորձում էր ինքնադրսևորվել որպես ուժեղ առաջնորդ, հայտնվեց ինտրիգների մեջ եւ դարձավ պառակտման զո։ Մերսին հաջողվեց հաղթել երկրորդ քվեարկությունից, բայց նրա դժվարին ճանապարհը դեպի իշխանություն լուրջ հարցեր է առաջացնում ապագա կառավարության ճակատագրի վերաբերյալ։ BBC-ի թղթակիցը նկատել է, որ եթե նման վճռորոշ պահին նա չկարողացավ բավարար ձայներ ապահովել իշխող կոալիցիայի իր գործընկերներից, ինչպես կարող է նոր կանցլերը վիճահարույց օրինագծեր առաջ մղել Բունդեստագում։ Իրավիճակը
իրավիճակը Գերմանիայում այս պահին բավականին բարդ է, սակայն Մերցի կողմնակիցներն ասում են, որ իրավիճակը կարող է արագ փոխվել եւ հերքում են, թե նրա դիրքերը թուլացել են։ Այսքանն ենք առանձնացրել ձեզ համար միջազգային լրահոսից այս շաբաթ։ Կհանդիպենք մեկ շաբաթից։ Ցտեսություն։ Շարունակենք թողարկումը։ Ինչպես արդեն նշվեց, կաթոլիկ եկեղեցին ընտրեց իր 267-րդ պոնտիֆիկոսին։ Հռոմի պապ դարձավ ամերիկացի կարդինալ Ֆրանսիս Պրևոն։ Նա իր համար ընտրեց Լեոն 14-րդ անունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ է նշանակում նրա ընտրությունը։ Մեզ համար լավ լուրը այն է, որ Հռոմի պապ չընտրվեց այն տեխնացուն, որը ամենահավանականն էր համարվում, խոսքը Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի մասին է, ով Ադրբեջանի հետ ակտիվ համագործակցելով է հայտնի, հենց նա է եղել Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ Վատիկանի համագործակցության ճարտարապետը եւ լինելով Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նա էր արտոնում Ադրբեջանից բավական մեծ գումարների այդ ֆինանսավորման ծրագրերը։ Նրա անվան հետ էր կապված Վատիկանի մամուլում հակահայկական հրապարակումները եւ այս վերջին հակագիտական գիտաժողովը, որը Վատիկանում անցկացվեց ադրբեջանցիների կողմից։ Այսինքն կարծում եմ սա լավ լուր է։ Ցավոք այն տեխնացուները, որոնք մեզ համար ամենաընդունելին էին, որևէ լուրջ այսպես մրցակից չդարձան Ֆրանսիս Պորերոյի համար, խոսքը Երուսաղեմի լատին պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալլայի մասին է եւ ազգության ֆրանսիացի Մարսելի եպիսկոպոս Ժան Մարկ Ավելինի մասին է։ Ինչ վերաբերվում է Հռոմի պապ ընտրված Ֆրանսիս Պրևոյին, ապա նա որևէ կերպ իրեն չի դրսևորել մեզ հայերիս համար կարևոր հարցերում։ Օրինակ, մինչ նրանից առաջ Չիկագոյի եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցրած կարդինալը Բլեյս Կուպիչը 2015 թվականին շատ հստակ արտահայտվել է հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, դատապարտել է եղեռնը։ Մի բան, ինչ Ֆրանսիս Պրևոն չի արել, թեև Չիկագոյում բազմաթիվ հայեր կան։ Ամեն դեպքում նրա ընտրությունը որևէ վտանգ մեզ համար այսպես չի կարող թաքցնել, մնում է հուսալ, որ նա նոր վարչակազմում Վատիկանի այսպես լուրջ բարեփոխումներ կիրականացնի եւ պետքարտուղարի պաշտոնը կզբաղեցնի այժմ նոր անց այլ հոգեվորական, ինչը վերջ կտա Վատիկանի կախվածությանը Հեյդար Ալիևի հիմնադրամից։ Արտյոմ, սովորաբար պապի ընտրությունը ամենաքաղաքականացված իրադարձություններից մեկն է, այս դեպքում ուժային կենտրոնների ինչպիսի բախում կար։ Դե եթե հաշվի առնենք, որ մոլորակում ավելի քան 1.5 միլիարդ կաթոլիկ է ապրում, իհարկե սա կարևոր քաղաքական իրադարձություն է եւ բազմաթիվ ուժային կենտրոններ իհարկե փորձում էին օգտագործել այս հնարավորությունը։ Այս անգամ եւս դե Միացյալ Նահանգների դերը ակնհայտ է, Իտալիան է փորձել վերականգնել Հռոմի պապի վերահսկողությունը։ Դե գիտենք, որ 266 Հռոմի պապերից 217-ը եղել են իտալացիներ եւ այժմ էլ 7 ամենահավանական տեխնացուներից 3-ը իտալացիներ էին, բայց իտալացիներին չհաջողվեց։ Ֆրանսիան է դեր խաղացել ըստ մամուլի հրապարակումների, Էմանուել Մակրոնը մի քանի գաղտնի հանդիպումներ է ունեցել, որին նպատակն է եղել անել այնպես, որ Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուն ընտրվի, նույնպես ձախողվեց։ Լատինական Ամերիկայի տեխնացուներին միավորող, ասենք, բավական լուրջ թիմ կար, ով աշխատում էր Լատին Ամերիկան ներկայացնելու ուղղությամբ, եւ այստեղ եւս որոշակի դեր խաղաց նրանց լոբինգը, եւ նաեւ երրորդ աշխարհը, Աֆրիկայի եւ Ասիայի այսպես համախմբված ուժերը նույնպես դեր ունեցան։ Ֆիլիպինների Կոնգոյի տեխնացուներն էին այդ երրորդ աշխարհի տեխնացուները։ Ֆրանսիս Պրևոյի դրական կողմը պլյուսը այն էր, որ նա յուրային էր ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլ նաև լատինամերիկյան թիմի համար։ Բանն այն է, որ նա երկար տարիներ Պերույում է ծառայել եւ նաև պահպանել է պերույական քաղաքացիությունը եւ պատահական չէ, որ առաջին իսկ իր ելույթում նա խոսել է նաև իսպաներեն, պես ուղերձ հղելով իր լատինամերիկացի հետևորդներին։ Այսինքն ինչ որ չափով սա կոմպրոմիս
կոմպրոմիսային ընտրություն էր, որը ընդունելի էր եւ մոլորակի թիվ 1 գերտերության համար, եւ Լատինական Ամերիկայի համար, եւ ինչ որ չափով եվրոպացիների։ Արտյոմ, ինչպիսին էր Վաշինգտոնի ազդեցությունը։ Վաշինգտոնի դերը հրապարակային չի եղել, բայց ակնհայտ միանշանակ է, որ դերը եղել է իհարկե։ Թրամփը չի թաքցնում իր բավարարվածությունը, իր ողջույնի խոսքում նա ընդգծել է, որ երջանիկ է, որ առաջին անգամ պատմության մեջ ամերիկացին Հռոմի պապ է ընտրվել եւ որ դա պատիվ է ողջ ամերիկյան ազգի համար։ Բայց մի հանգամանք, եթե ենթադրենք, որ Հռոմի պապի ընտրությունը Դոնալդ Թրամփի անձնական ազդեցության արդյունքն է, ապա տրամաբանական կլներ կարծել, որ Հռոմի պապը պետք է պահպանողական լիներ։ Մինչդեռ ընտրված Հռոմի պապը ամենևին էլ պահպանողական չէ, նրան ավելի ճիշտ կլինի դասել այսպես չափավոր բարեփոխիչների, չափավոր լիբերալների դասին։ Եվ եւս մի անսպասելի հանգամանք, պարզվում է Ֆրենսիս Պրևոն Դոնալդ Թրամփի առաջին կադենցիայի ժամանակ բացահայտ քննադատում էր Թրամփի վարած քաղաքականությունը, ու առնվազն մի հարցում, խոսքը միգրանտների հարցին է վերաբերվում։ 18 թվականին էր այդ գրառումը արել։ Իսկ այս տարվա փետրվարին քննադատել է գործող նախագահ Վենսին նրա Սուրբ գրքի սխալ մեկնաբանության համար։ Այսինքն սա կարող է որոշ տարօրինակ թվալ, բայց կարծում եմ ամեն դեպքում Վաշինգտոնում գոհ են եւ բավարարված։ Այս ընտրությունը, ընդհանրապես Հռոմի պապի ընտրությունը կարող է այսպես պատմության վրա ազդեցություն թողնել եւ սովորաբար թողնում է։ Մեկ անգամ հիշեցրել էի, որ երբ 78 թվականին ազգությամբ Լեհ Վայտիլան ընտրվեց Հռոմի պապ, դա արդյունքում այսպես ազգային ինքնագիտակցության զարթոնք առաջացավ Լեհաստանում, ինչի հետևանքը եղավ սոլիդարնես շարժման ձևավորումը, այնուհետ ողջ արևելյան Եվրոպայում տարածվեց այդ բողոքի շարժումը, ալիքը եւ ի վերջո ընկավ Բերլինի պատը։ Թե այս անգամ ինչ զարգացումներ կառաջանան ամերիկացի Հռոմի պապի ընտրվելու հետևանքով դժվար է դեռ ասել։ Շնորհակալություն, Արտյոմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել նորին սրբություն Հռոմի պապ Լևոն 14-րդին ընտրվելու կապակցությամբ։ Սրտան շնորհավորում եմ նորին սրբություն Հռոմի պապ Լևոն 14-րդին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի եւ ազնվության ձեր ձայնը առավել կարեւոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ եւ իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ, գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ Մայիսի 10-ից 12-ը հանրապետության առանձին շրջաններում, իսկ 13-ից 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 12-ից 14-ը առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Մայիսի 12-ից 14-ը աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։ Երևանում մայիսի 11-ից 3-ը, 12-ից 14-ը սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այսօր այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի գիշեր։